Քրիստոս հարյավ իմերելոց մեզ եւ ձեզ մեծ ավետիս։ Սիրելիներ, մենք մեր ծննդյան օրվանից սկսյալ սկսում ենք խոսել սովորել։ Սկզբում որոշակի բառեր ենք արտաբերում, բառակապակցություններ, այնուհետև սովորում ենք գրել, կարդալ։ Եվ մի ամբողջ կյանք էլ մեզ պահանջվում է, որպեսզի մենք կարողանանք ժամանակին խոսել, տեղին խոսել, նույնիսկ երբեմն կարողանալ լռել, եւ որ շատ կարեւոր է լսել դիմացինին։ Սա Թերևս այն պատճառով, որ մեր ողջ կյանքը ողողված է, լցված է խոսքով։ Մենք խոսքով ենք ճանաչում միմյանց եւ երբեմն մենք էլ խոսքով ենք ճանաչել տալիս ինքներս մեզ, քանի որ խոսքը արտահայտում է մեր միտքը, մեր կարծիքը։ Բովանդակ Աստվածաշնչում բազմաթիվ անդրադարձներ կան կապված խոսքի հետ եւ խոսքի կարեւորության մասին են։ Օրինակ, միևնույն բերանից չեն կարող դուրս գալ եւ անեծք եւ օրհնություն, կամ մի ուրիշ տեղ չեն կարող նույն աղբյուրից բխել եւ քաղցրահամ եւ դառնահամ ջրեր։ Ավետարանում էլ բազմաթիվ անդրադարձներ կան։ Օրինակ այսօրվա ավետարանը, այսօրվա ընթերցումը, որ Մատթեոսի ավետարանից է, եւս խոսքի մասին է։ Ինչպես կարող եք բարի բաներ խոսել, երբ ինքներդ չար եք, որովհետև բերանը սրտի լիությունից է խոսում։ Բարի մարդն իր սրտի բարի գանձերից բարիք է հանում, իսկ չար մարդն իր սրտի չար գանձերից չարիք է հանում։ Բայց ասում եմ ձեզ, որ մարդիկ ամեն դատարկ խոսքի համար, որ խոսում են, հաշիվ են տալու դատաստանի օրը։ Քո խոսքերը արդարացնելու են քեզ, եւ քո խոսքերը դատապարտելու են քեզ։ Սիրելիներ, տեսեք, որքան կարեւոր է խոսքը։ Որովհետև հենց այդ խոսքով Տերը կամ կարդարացնի մեզ, կամ կդատապարտի, նայած թե մենք ինչ ենք խոսում, եւ երբևէ անդրադարձ ունենում ենք արդյոք, թե ինչպիսին է մեր սրտի պարունակությունը, մենք արդյոք անում ենք կամ խորհում ենք կամ խոսում ենք այնպիսի բաներ, որը հաճելի է Աստծուն։ Եթե մենք մեր սրտերը չարությամբ ենք լցնում, վստահաբար մեր սրտերում պիտի տեղ ունենա հայհոյանքը, չարախոսությունը, չար մտքերը, բամբասանքը եւ այլ չարիքներ։ Իսկ փոխարենը սրան, եթե մենք կարողանում ենք մեր սրտերում բարիք սերմանել, մեր շուրթերից աղոթք եւ օրհնություն հնչեցնել, վստահաբար մեզ նայողները, այս դեպքում մեր երեխաները, մեզանից պիտի սովորեն հենց աղոթք եւ առաջին հերթին հենց մեզ համար պիտի աղոթեն։ Ուրեմն սիրելիներ, այսօրվա ընթերցումը պատգամ է յուրաքանչյուրիս վերանայելու մեր ընթացքը եւ մաքուր պահելու մեր միտքը, մեր ներսը, մեր սիրտը, որպեսզի նաեւ կարողանանք խորհել եւ խոսել աստվածահաճո բաներ։ Չէ՞ որ ի վերջո մենք դատվելու ենք համաձայն այն խոսքերի, որը մեր բերանից դուրս է գալու։ Աստված պահապան ամենքիս։